Փառք մեր Աստծուն։ Փառք մեր Տիրոջը, օրհնված ենք փառաբանությունով, Աստված ձեզ շատ օրհնի։ Կարող ես քո կողքինիդ ողջունի խոսք ասել եւ նստել։ Սիրելի եկեղեցի, բարով ես եկել, Աստված ձեզ շատ օրհնի, ասեմ, որ կարևոր գործ է սարը։ Ես միշտ սիրում եմ այս խոսքը, որ կարևորենք կարևորը, որ Տիրոջ տուն գալը ուրախությունով գանք, որտեղ մեր գործերը չի վերջանալու, խնդիրները չի վերջանալու, բայց գալով Տիրոջ տուն, գալով թարմանում ենք, գալով լցված գնում ենք, այդպես է, թե այդպես չի, խոսքով շինվում ենք, լցվում ենք եւ քայլում ենք մեր տները։ Փառք մեր Աստծուն, մինչև իմ խոսքը սկսեմ, իմ խոսքի բաժինը կուզեմ մի քանի բան կա, որ սրտիս մեջ տրված է։ Կներկայանամ, ես Սարո Համբարյան եմ, ծառայում եմ Պուշկինո քաղաքում եւ Սերգեյ Պասատում ու ասեմ, որ մենք էլ ինչպես կինս այստեղից խոսեց, ասեց, որ մենք սկսել ենք 0-ից, այդ որ 0-ից է սկսում, շատ լավ է։ Գիտես, այդ ամեն ինչը գնահատում ես, ամեն բանը դու հասկանում ես, ամեն բանի համար հոգս ես ստանում, ամեն բանը տեսնում ես, թե ոնց, ինչպես եւ Տիրոջ ձեռքով ամեն բան սարքում է։ Երբ որ այդպես միանգամից քո ձեռքն են տալիս, դա մի քիչ ուրիշ է, չէ՞, արդեն ամփոփ ես վերաբերում, բայց փառք Աստծուն ամեն բանի համար։ Գիտես, մենք երբ որ ծառայությունը, երբ որ սկսվեց, մեր մոտ այս խնդիր կար դալիճի հետ, մենք նկուղային հարկում, պատվալային, այդպես ասեմ, ու այդ դժվարություն կար, խոնավություն, այնտեղ ցուրտը, հազար ու մի բան կա, որ խնդիրներ կար, օդափոխման հետ խնդիրներ կար, բայց գիտես, գալիս էինք ու մեծ ուրախությունով փառաբանում էինք, կամֆորտ չկար ու մեր սիրելի ավագ հովիվը Գորմեխակյանն ասում էր, գիտես, մինչև այդ պատվալից դուրս չգաք, ես չեմ գա ձեր մոտ, դե գիտես, մի քիչ այնպես կատակով իհարկե, բայց շատ երկար չտևեց, մենք այդ պատվալից դուրս եկանք, այսօր ունենք մեր մայր եկեղեցու օգնությամբ մեծ դալիճ ունենք, շատ հարմարավետ ու գիտես նույնպես այսօր տեսնում ենք որ Սերգեյ Պասատում որ մենք ծառայում ենք նորից չգիտես ինչի էլի այդ նույն ձևին նկուղային տեղ է բայց գիտես այնտեղ կան մարդիկ որ իրանց հետ ծառայելով մի հատ sense լավ բան եմ զգում որ այդտեղ մարդիկ կան որ կանգնած են հոգատարությամբ ամեն ծառայությունները ինչպես իմ կինը շեշտեց երբ որ մենք Պուշկինոյում էինք ամեն ծառայություն մենք ենք անում զոհաբերություն, փառաբանություն, ես ինքս նվագում էինք, երգում էր Բայց այսօր մեր կողքը մի մեծ թիմ կա, Պուշկինոյի մեծ թիմը մեզ հետ կանգնած է ու մեզ համար շատ հեշտ է եւ նույնպես այնտեղ մարդիկ կան, որ իրանց հետ հեշտ է ծառայել իրանց քաղաքի մեջ։ Սա շատ կարեւոր բան է։ Գիտես, ժամանակներ կանցնեն ու այս քաղաքը էջ կփոխվի, այս քաղաքի մեջ կունենաք ամուր մեծ եկեղեցի։ Ու ես տեսնում եմ, որ այս քաղաքը մեր քաղաքից մի 10 անգամ մեծ է։ Ու գիտես, այս ձեր տների մեջ Տերը գալով լույս է բերել եւ ինչպես քո սրտում լույս ծագեց եւ քո տան մեջ փոխվում է բաներ, դու տեսնում ես օրհնությունը եւ շատերի մեջ պետք է այդ բալի լուրը տանեք, որ մենք ունենք եկեղեցի, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը հարություն է առել, ուղղակի դա խոսքեր չեն, եկեք ու տեսեք։ Ու շատ բան է փոխվելու։ Ու գիտես, կարևորը նա է, որ դու լինես այդ մեկը եկեղեցու մեջ այդ այսպես կարևոր գործ, գիտես, այսպես ինչ եմ ուզում ասել։ Տերը կարա շատ մարդիկ բերե այստեղ, բայց Տերը պատրաստում է ներսի սյուները։ Տերը այսօր գիտես այդ ներսի այդ կորիզը որ կա, դուք պետք է պինդ լինեք, ամուր լինեք, որտեղ կարողանաք այդ մեծ հոսքին, սա իրոք եմ ասում, այս քաղաքը շատ մեծ է ու մեծ արդյունություն կարա լինի, բայց ուր բերի այն ժամանակ կբերի, երբ որ պատրաստ լինեք։ Երբ որ այդ հոսքը ստացվի, երբ որ գիտես տարիներ կար, որ մեր մոտ այդ թիվը չէր ավանանում նորեկների, բայց հետո սկսվեց 4 հոգի, 5 հոգի, ամեն անգամ նորեկներ կային, գիտես, ամեն կիրակի։ Եվ մի տարվա մեջ այդ եկեղեցին ամբողջ դալիճը լսվեց։ Ու դրա մեջ խնդիր չկա, Աստված իրոք կարա այդ ամեն ինչ անի, ուղղակի եկեղեցին պետք է պատրաստ լինի ունեցեք աստվածաշնչյան դպրոց, ամեն բանի ժամանակին կլինի։ Ու իրոք այսօր ձեր թիմը թող կանգնի եւ Տերը իր հրաշքը կանի։ Գիտես այդ միաբանությունը որ կա, դա շատ կարեւոր է։
Հավատարմությունը, միաբանությունը, սա շատ կարևոր բան է։ Դուք պատկերացնում եք Տիրոջ աշակերտները, երբ որ հավաքվեցին եւ Տիրոջից հետո իրանք մեծ գործ արեցին, չէ՞։ Շատ կարևոր է այդ ամեն ինչը եւ երբ որ մի քանիսը գայթակղվեցին, ասավ ուզում եք դուք էլ գնացեք։ Չէ, Տեր, ուր գնանք, դու հավիտենության, կյանքի խոսքեր ունես, չէ՞։ Այսօր իրոք հավաքվենք Քրիստոսի շուրջը, Տիրոջ եկեղեցու համար, լինենք սյուներ, Տիրոջ գործի համար կանգնենք։ Եվ մի կարևոր բան կա, որ կուզեմ ասեմ, մենք ինքներս որ գալիս ենք ծառայության, մեզ համար շատ լավ է, մենք քաղաքից քաղաք ենք գալիս ենք ձեզ տեսնում ենք, շատերի ծանոթ ենք, ճանաչում ենք։ Գիտես, լավ խոսք կարող է այստեղ ասենք, ես սա նմանեցնում եմ մեր հյուրերի խոսքը, ես որ այստեղ եմ չգիտեմ մյուս անգամ երբ կլինեմ, դա նման է մի հատ քաղցր կոնֆետի։ Լավ է, ընտի շոկոլադ է, եկել է հյուրը, բերել է, երեխան ուտում է, դուրը գալիս է, շատ լավ է։ Բայց գիտես, այդ քաղցությունն ասում է, ու այդ քաղցությունը չի կարա քեզ կերակրի միշտ։ Մեզ պետք է տնական ճաշ, համաձայնեք մեր երեխաներին կերակրում ենք տնական քո ձեռքով սարքված։ Գիտես, հիմա կասես, գիտես լավ քարոզիչներ կան օծված, որ կգան այստեղից կխոսեն, բայց էլ եմ ասում, ձեր հովիվը, որ խոսքը պատրաստում, ինքը իր տնից չի բերում Աստվածաշնչից։ Եվ Աստված իր եկեղեցում կերակրում է իր խոսքով, ամեն անգամ, ամեն ժամանակ Աստված հոգ է տանում։ Գիտես, շատ ժամանակ կան, որ մեր տան մեջ մեր երեխաները իր մոր սարկած այդ կերակուրը ամեն ժամանակ չի որ դուրա գալի։ Գիտես, ես հիշում եմ իմ հայրս ասում էր մի հարցրայիշ կուտեք, ինչ դրված է սեղանին կերեք։ Գիտես, շատ ժամանակ կա, որ այդ կերակուրը քեզ դուր չի գալի ու շատ ուրիշ չգիտես ինչեր ես ուզում, բայց գիտես այսօր քեզ համար Աստված սարքել այդ կերակուրը քո հովի բերանով պետք է այդ խոսքը վերցնես եւ դնես քո ձեռքի տակ։ Ես կուզեմ իմանամ, որ այսօր ովքեր են եկել այստեղ թուղթ ու գրիչով։ Ով են Փառք Աստծո ձեր համար։ Գիտես, ես որ նստած եմ այստեղ, կապ չունի ով է խոսում, իմ ձեռքի տակ անպայման կա թուղթ ու գրիչ։ Որովհետև խոսքեր կան, ինչպես Աստվածաշունչը խոսում, ասում որ նրանք գանձեր են, հին եւ նոր գանձեր։ Այսօր գիտես այդ խորհուրդները, խոսքերը, եթե խոսում ենք մենք, երբ որ Տիրոջը խոսեց, ասավ կենթանի հավիտենական կյանքի համար խոսքեր ունես, միթե խոսքերը քո համար չեն։ Եվ եթե քո համար ինչի համար չվերցնեմ եւ գրեմ։ Գիտես, իմ տետրեր, եթե վերցնենք իմ գրվածները, ես որ դնեմ կշերքին շատ մեծ պայուսակ կլինի, շատ են իրանք։ Դրանք մեծ հայտնություններ են, դրանք գանձեր են, որ դրանցով պիտի ժառանգենք երկնքի առկայությունը։ Այնպես որ երբ որ կգաս այդ տնական ճաշն ուտելու, անպայման քո ձեռքի տակ վերցրա, որովհետև ես իմ բերած կոնֆետը կարող է լավն է, բայց պետք է գնա այդ քաղցությունը։ Ինչքան է քաղցրու լավն եղնի, այդ տնական ճաշը միշտ պահեք, որտեղ Աստված ես համար միշտ խոսք ունի այստեղից եկեղեցուց, այս կաֆեդրայի հետևից, դուք հասկացեք, որ Տերը ձեզ համար պատրաստում է եւ շատ ժամանակ գիտես այդ ճշմարիտ խոսքը, որ գալիս է, հեշտ է խոսալը։ Եվ խոսքի մեջ ինչպես խոսում ասում է, որ նա երբեմն դառն է քո ներսը, չէր կարդացել եք գիտեք։ Խոսելով շատ հեշտ է, խոսաս, բայց երբ որ գալիս է կատարելու ժամանակը, որ պետք է հավատարիմ լինես, երբ որ գալիս է ժամանակը, որ դու պետք է միաբան լինես, եւ երբ որ գալիս է, որ պետք է չսդես, երբ որ չպարծենաս, երբ որ չգիտես ինչ, այդ ժամանակ արդեն բան կա, որ պետք է չխոսես, բայց դու սկսել ես խոսելը եւ Սուրբ Ոգին քո ներսից խոսում, ասում որ չխոսես, բայց դու կեսը խոսել ես ու դժվար է քեզ արդեն կանգնացնելը, այդտեղ դժվար է։ Այդտեղ կատարելու ժամանակն է, որ պետք է դու կանգնես եւ ասես ոչ, հնազանդվել է պետք Տիրոջը։ Փառք Աստծուն, փառք մեր Տիրոջը, մեր Տերը զորավոր է, մեր Տերը փառած է։ Ես խոսեմ իմ պատգամից, իմ խոսքից, խոսքս այսպես եմ վերնագրել, աղոթքի պատասխան։ Ինչի համար աղոթքի պատասխան, որտեղ շատ ժամանակ աղոթքը վերածվում է այսպես խոսքերի եւ վերածվում է եւ ինչ-որ դու քո խոսքը պետք է ասես, դու պետք է աղոթես, ուղղակի լույսը բացվել է հասկանում, որ պետք է աղոթես եւ քնելուց պետք է աղոթես, բայց գիտես շատ ժամանակ մենք չենք հասկանում, որ մենք ում հետ ենք խոսում, ում ենք ուղում մեր աղոթքը, ումից ենք բան ուզում։ Գիտես, այստեղ երբ որ
Արդեն իսկ սա մեծ բան է, երբ որ այդ ծրարը տեսակ չէ, կարիքների համար, երբ որ վերցրել էր, չէ, եւ այդ ամեն անգամ երբ որ դնում եք դուք այդ կարիքների մեջ ձեր կարիքը, դա արդեն մեծ բան է։ Ուղղակի թող Աստված մեզ բացի թե դու մենք ում ենք ուզում, ում ենք ուղում մեր գրվածքը։ Եթե մենք հասկանանք, մենք Տերերի Տիրոջն ենք այդ ամեն բանը։ Գիտես, մենք այսօր շատ դռներ կա, որ մենք թակում ենք ինչ-որ բաներ ենք խնդրում, բայց պիտի հասկանանք, որ այս մեր խնդրվածքը մենք խնդրում ենք մեր Հորից, մեր Աստծուց ենք խնդրում։ Ինչպես խոսքի մեջ ասում է, դուք որ չար եք, ձեր որդիներին, զավակներին կարող եք բարի բաներ անել, չէ՞։ Չէ՞ որ մեր Հայրը, որ երկնքում է եւ բարի է, ինչքան բաներ կարա մեզ տա։ Փառք Աստծուն, այնպես որ մեր ակնկալիքը, երբ որ Աստծուց մի բան խնդրում ենք, եկեք խնդրելուց հետո գոնե հավատանք, թող տեսնենք ինչ կա։ Գիտես, չմոռանանք մեր խնդրվածքը։ Ես շատ ժամանակ ասեմ, որ ես ինքս բաներ կա, որ ես խնդրեմ մոռացել եմ, բայց Աստված հետո տալով ինձ հասկացրել է, որ դու ինձ խնդրել ես, եւ ես ինքս չեմ սպասել կամ չեմ հավատացել կամ չեմ ակնկալել, որ Աստված կարող սպասել, որ Աստված կարող է ամեն ինչ պատասխանը տա։ Այսօր կան ծայրահեղություններ, որ մարդիկ կան, երկու ծայրահեղություն, որ մարդիկ կան, որ չեն խնդրում։ Մարդիկ կան, որ չեն խնդրում, իրոք, բայց Աստվածաշունչը խոսում ասում է ոչ մի բանի համար հոգ մի արեք, այլ ձեր խնդրվածքը թող հայտնի լինի մեր Աստծուն, որ ամեն աղոթք լսող է, Ֆիլիպպեցիս 4:6-ում։ Եվ երկրորդ ծայրահեղությունը, որ կա խոսում ասում է, որ երբ որ աղոթքի կայնես շատախոսի լինեք, այդ խոսքերի շատությունը ձեզ օգուտ չի բերի, ինչպես որ հեթանոսներն են, չէ, Մատթեոս 6:7-8-ում։ Գիտես, այդ ծայրահեղությունները կա մեկը, որ չի կանչում Տիրոջը, չի բերում Տիրոջ առաջ, չի խնդրում, բայց մյուսներ խնդրում է, այսպես խոսքերի շատությունով, գիտի թե չգիտես ինչ պետք է լինի, այդ խոսքերի շատությունը իրան օգուտ պետք է տա։ Բայց ես ոչ այսօր երրորդ ծայրահեղության երրորդի մասին եմ ուզում խոսեմ, որովհետև կա երրորդը, որ ավելի մեծ խնդիր է։ Այսօր կա, որ այդ խնդիրը սա է, որ մարդիկ չեն սպասում իրենց աղոթքի պատասխանին։ Գիտես, չեն սպասում, չեն հավատում, կամ խոսացել են ուղղակի այդ խոսքը, այնպես ասել են, այսօր խնդիր է սրանում։ Ես ասեմ, որ եթե հոգևոր ես դու, քո կյանքիդ մեջ պետք է միշտ լինեն հրաշքներ։ Ես ասեմ, որ մենք պետք է տարբերվենք կրոնավորներից, որովհետև իրանք կրոնավոր են, իրենց կյանքերի մեջ հրաշք չկա։ Այսօր մեր Տերը հարություն առը երեք այսօր եւ հավիտյանն նույնն է։ Եթե ես այստեղից սկսեմ իմ կյանքիս մեջ հրաշքները պատմեմ, գիտես, անverջ հրաշքներ կպատմեմ։ Իմ կյանքիս մեջ հրաշքը նայեմ, որ ինչ որ իմ ձեռքից գալիս է, ես կարող եմ վաստակել եւ ձեռք բերել, դա հրաշք չի։ Ես անում եմ այդ ամեն ինչը։ Բայց մի բան, որ իմ ուժը չի պատում, ես հասկանում եմ, որ դա իմ խելքի բանը չի, ես ինչ եմ անում, իմ ձեռքս պարզում, ասում ուզում եմ։ Փոքր երեխեք կան, չէ՞, խելքից դուրս բարձր շկաֆի վրա բան կա դրած, ձեռքը պարզել ասում ուզում եմ։ Գիտես, շատ ժամանակ, երբ որ տեսնում ես, որ այդ երեխան շատ է ուզում, հանու տալիս ես։ Ժամանակ կա քո երեխան թանկ բան է ուզում, բայց տեսնում ես, որ այդ երեխան իրոք ուզում է։ Երբ որ իրան շատ է պետք այդ ամեն ինչը, ինչ ես անում։ Այն ամենակարևոր ծախսերից կտրելով, չգիտես ինչ, քեզ նեղություն տալով այդ քո երեխա ուզածն անում ես։ Այսօր մեր կյանքերի մեջ իրոք բան եմ ասում, եթե իմ կյանքիս մեջ կտրվում է, հրաշքները կանգնում են, ես մի հատ հետ եմ նայում, թե որտեղ ինչ խնդիր ունեմ։ Այսօր մեր կյանքերի մեջ պետք է հետևեն մեր հրաշքները, որտեղ մեր Աստված հրաշագործ է, ես իմ տան մեջ, իմ սենյակի մեջ ունեմ մի գրվածք, Հիսուս Քրիստոսը իմ Տերն ու Փրկիչն է։ Թվում է թե մի քանի բառ գրված։ Ոչ, ես խնդիրների մեջ, երբ որ լինելով ասում եմ, հերիքա մի հատ ուշքս գցեմ այդ գրվածքին, Հիսուս Քրիստոսը իմ Տերն ու Փրկիչն է։ Տերերի Տերը, Բարձրյալ Աստվածը, Հզոր Աստվածը, Արարիչ Աստվածը իմ Տերն ու Փրկիչն է։ Գիտեք, այսօր մենք շատ պիտի Տիրոջ ողորմությունը թող գա, որ մենք հասկանանք, որ մեր խնդրվածքն է, ումից ենք ակնկալում, ում ենք աղոթք կարել, ու պիտի սպասենք մեր աղոթքին։ Գիտես, ժամանակներ կա, որ իմ կյանքում ես աղոթք անելով հասկանում եի, որ ինչ-որ մի հատ չափ կար, որ ես այդքան աղոթք եմ անում ու պետք է կանգնեի իմ աղոթքս, կանգնեցնեի։
Բայց չգիտես, Տիրոջ էլիս ողորմությամբ Սուրբ Հոգին ցույց տվեց, որ այդքանից այնքան հանկարծ ու մի փոքր անցնում էի, ես տեսնում որ Տիրոջ ներկայությունը գալիս էր եւ հասկանում եմ, իմ աղոթքից պատասխանը լսում եմ ու դա մի հատ մեծ բան է։ Գիտեք, եկեք չդնենք ինչ-որ ռամկեք, փոքր բաներ, գրանիցներ չդնենք, որ այստեղից այնքան աղոթք է սարի պետք է չանցնես այնքան։ Փառք մեր Աստծուն։ Առաջի Թագավորաց առաջի գլխի 12-ից 18-րդ խոսքում մի պատմություն կա, որ այստեղ խոսում է, երբ որ ասում է պատմության մեջ Աննան եւ եկել էր տաճար եւ աղոթք էր անում եւ քահանան հեղի քահանան եկոր եկավ տեսավ, ասում է նրան հարբած կարծեց եւ եկեք այդ տողերը կարդամ։ Եվ երբ որ նա իր աղոթքը Տիրոջ առաջին շատացրեց, հեղին նայում էր նրա բերանին եւ Աննային իր սիրտից խոսում էր եւ միայն նրա շրթունքներն էին շարժվում, բայց ձայնը չէր լսվում։ Եվ նրա համար հեղին նրան հարբած կարծեց։ Եվ հեղին նրան ասեց. «Մինչև երբ պիտի արբացություն անես, գինովությունը թող»։ Աննան նրան պատասխանեց եւ ասեց. «Ոչ Տեր, ես վշտացած սրտով մի կին եմ եւ գինի կամ ցքի խմած չեմ, այլ իմ սրտից բացել եմ Տիրոջ առաջին եւ քո աղախինը չար մի կարծիր ինձ, որովհետեւ մի վշտացած նեղությունների շատության համար մինչև հիմա խոսեցի, այն ժամանակ հեղին պատասխանեց եւ ասեց նրան. գնա խաղաղությամբ եւ Իսրայելի Աստվածը տա քո խնդրվածքը, ինչ որ նրանից խնդրեցիր։ Եվ նա քո աշկի առաջին քո աղախինը շնորհք գտնե եւ կինը գնաց եւ ճանապարհին եւ կերավ եւ երեսը լվաց եւ էլ տրտում չէր։ Գիտես, այս պատմությունը կարդալով ինձ համար մի բան է բացվում, որ կինը ուներ խնդիր, կինը ուներ խնդրեմ։ Կինը լացով Տիրոջ առաջ կանգնած հասկանում էր ում էր խնդրում, ումից էր խնդրում։ Եվ խոսքի մեջ գրված ասում է իր ամուսին իրանց կանանցից ամենաշատը նրան էր սիրում, կար այդ բազմակնությունը, մենք գիտենք հին ուխտի մեջ եւ իրան թանկ նվերներ էր անում, բայց իրան ոչ մի բան չէր ուրախացնում եւ խնդիր կար եւ նա ուներ անպտղություն։ Երեխա չէր ունենում։ Եվ խոսքի մեջ ասում է, որ եւ նա քո աղախինը թող քո առաջին շնորհք գտնի եւ կինը գնաց, ասում է, իր ճանապարհովը եւ կերավ։ Դուք զգացել եք այդ դառնության մեջ, որ դառն ես դու, խնդրի մեջ ես, դու միանգամից չես կարող հաց ուտես։ Եվ ասում է կինը կերավ եւ ասում է նրա երեսը լվաց։ Եվ ասում է եւ նրա երեսը տրտում չէր։ Այսինքն նա դուրս եկավ այդ ցավից։ Այսինքն նա աղոթքի մեջ ինչ է միանգամից երեխա ունեցավ։ Աղոթքի մեջ կարատերը գա եւ քեզ կոնկրետ պատասխան տա։ Երբ որ Տերը խոսում է մեր սրտերի հետ, մենք նրա ձայնը լսում ենք։ Գիտես, շատ ժամանակ մենք բաներ կա, որ միանգամից չենք ստանում, բայց գիտենք Տիրոջ կամքը, երբ որ Տերը խոսում է մեր սրտերի հետ։ Գիտես, երբ որ պատասխան ես առնում, Տիրոջ ձայնը ոչ մեկ չես կարող փոխես, երբ որ Տերը խոսում է քո սրտի հետ։ Գիտես, երբ որ խնդիրներ կա, որ քո կյանքիդ մեջ գալիս են քեզ քաջարելու, ասում եմ մի վախեցի, ամեն ինչ լավ անելու, եւ մարդու խոսքը ուրիշ է, բայց Տիրոջ խոսքը երբ որ գալիս է քեզ ասում է լավ լինելու, քեզ համար լրիվ ուրիշ է։ Որտեվ Տերն է խոսում քեզ հետ։ Դու գիտես, որ այնտեղ անցար ոչ մի լավ բան չկա, քեզ խոսում է քո հորեղբոր տղան, քեզ խոսում է, չգիտեմ, քո մեծերից կամ հարևանը, բայց Տիրոջ խոսքը երբ որ գալիս է մեկ ուրիշ է։ Եվ նույնպես ասեմ քեզ, որ մխիթարության ժամանակ, երբ որ ինչ-որ մեկին գնում եմ մխիթարելու, այդ մխիթարությունը մենք գիտենք, որ Տիրոջ մխիթարությունը մեկ ուրիշ բան է։ Երբ որ մարդուն Աստվածը մխիթարում, դա մեկ ուրիշ է։ Իմ համար, եթե ես մի բան կորցրել եմ, ինչ-որ ես մի բանը կորցրել եմ, ես հասկանում եմ մխիթարությունը նայա, որ եթե իրը ես գտնում եմ, ես մխիթարվում եմ։ Ամեն բանը գնում է իր տեղը։ Սա 100%-անոց մխիթարություն է։ Իհարկե, այդպես է, դու գտել ես, կորցրել ես եւ գտար։ Բայց իմ համար, երբ որ Տիրոջ խոսքը գալիս է, այդ 100%-ից ավել է Տիրոջ եկած մխիթարությունը։ Տիրոջ մխիթարությունը շատ մեծ է, երբեմն մարդիկ չեն հասկանում, ասում են Աստծով մխիթարվես,
բայց դրա մեջ մեծ բան կա։ Մարդիկ, ովքեր որ Աստծուց մխիթարվում են, նրանք հասկանում են, որ կա հավիտենական երկնքի արքայություն, որ պիտի ժառանգենք։ Մի հատ խոսք կա ռուսերեն, ասում է «Не то, что я верующий, я убежден». Ես համոզված եմ, ես իմ ամբողջ կյանքովս ես համոզված եմ, որ երկնքի արքայությունը բաց ձեռքերով, ասում եմ գնում եմ իմ հորս տան մեջ շատ մեծ բնակարաններ կան, չէ՞, գնում եմ ձեզ տեղ պատրաստ եմ։ Ուզում ես, չգիտեմ, քանի հատ Շենգեն, ռուսական քաղաքակրթություն չի ուրախացնում, իմ ուրախությունը երկնքի արքայության ժառանգորդ եմ ես, փառքաստուն։ Շատ ժամանակ գիտես մենք մեր կյանքերի մեջ գալիս է, որ աղոթք ենք անում, միանգամից ուզում ենք, որ այդ հարցի պատասխանը լուծվի։ Այսպես սենակ ես մտնում, ինչ ես անում, ման ես գալ այդ լույսը միացնելու այդ անջատիչը, չէ՞, ասեմ վիկլուչացել է, որ լավ հասկանաք, խփեցին միանգամից լույսը վառվեց։ Ու այդպես մենք ուզում ենք երբեմն մենք միանգամից աղոթք ենք անում, մեր հարցի պատասխանը գա։ Գիտես, այս վերջերս մտածում եմ, այդպես մի հատ մուլտֆիլմ կար, չէ՞, Ալիսան եւ իր հրաշքները, շատ հին մուլտֆիլմ էր դա, մեծերը կհիշեք։ Եվ այսօր նույնպես այդ ինտելեկտը որ կա, այդ Ալիսան նորից գլուխ է բարձրացրել այդ հրաշագործությունով։ Ես կախարդական փայտիկ չի, որ դու աղոթք ես անում, այսպես մի հատ ու վերջ, ամեն բան լուծվեց։ Շատ ժամանակ գիտես տիրոջ կարա եղնի իր պատասխանը ոչ։ Գիտես, երբեմն քո երեխեդ գալիս է իմ փոքր տղայիս, ես որ գալիս է բաներ, պապ կլինի սենց անենք։ Կարա քո պատասխանը մեկ էլ եղնի ոչ։ Չի կարա այդպես անի։ Այնքան շատ եմ սիրում ես մեծսելա լավը։ Փոքրիս երբ որ գալիս է այդ հարց տալիս է, երբ որ ասում եմ ոչ, ասում եմ լավ եղավ ու թողնում գնում այլ շատ լավ այնքը հասկանում է։ Երբեմն գիտես այդ ոչն էլ է պատասխան։ Մեր Աննա քույրը, մեր հովիկինը, Աննա Մեխակյանը, ինքը իր խոսքի մեջ, երբ որ խոսում էր, այնքան լավն էր այդ խոսքը եւ իմ սրտին կպավ, ասում է ոչն էլ նույնպես պատասխանը։ Ուղղակի մենք միշտ գիտենք, թե երբ որ պետք է աղոթքի ենք կանգնել, այդ ամեն ինչը պետք է միանգամից մեր ուզածով լինի, չէ, որտեվ ժամանակը չի, որտեվ չի ուզում Աստված տա, որտեվ կա դրա ժամանակ, կամ քեզ ընդհանրապես պետք չէ այդ ամեն ինչը։ Մենք աղոթքի ենք կանգնում եւ միանգամից ուզում ենք պատասխան։ Ուզում ենք պատասխան մեր ուզածի պես։ Գիտես, այդ մի հատ խոսք կա այսպես, ավտոմատ կերպ։ Ավտոմատически, եթե մենք վերցնում ենք բառարանը, Google-ով նայում եք, այնտեղ իր պերևոդ այսպես է, թարգմանությունը այսպես է, ավտոմատ կերպով։ Մեր կյանքի մեջ այդ աղոթքը որ կա, պետք է ոչ թե լինի այդ ավտոմատ կերպով, աղոթք ես արել, ոչ, պետք է սպասես Տիրոջ խոսքին։ Սուրբ Հոգին մեր ներսը բնակվում է, Սուրբ Հոգին կանչում է, Սուրբ Հոգին մեզ հետ է։ Կա մի պատմություն, երբ որ թագավորած, առաջի թագավորած 14:27-ում եւ Սավուղը, այստեղը չեմ կարդա, ասում է, որ երբ որ իր որդին Հովնաթանը Տիրոջ ողորմությամբ անցավ թշնամու կողմը եւ ասում է այնտեղ Տերը մի հրաշք արավ եւ նրանք փախան այդ զորքը եւ հрьяաները նրանց հալածելով Սավուղ թագավորի զորքով հասավ եւ միջև Իրիկուն հրաման տվեց, որ ոչ մեկ հաց չուտի։ Ասում է, եթե ձեզանից որը որ հաց ուտի, նա պետք է սրով մահանա։ Գիտես, երբ որ իր որդին Հովնաթանը, երբ որ եկավ հետ, եւ այդ մեծ գործն անելուց հետո չհասկանալով, ասում է, սուրը վերցրեց եւ մեղրը, վայրի մեղրը առավ եւ կերավ։ Եվ իր հայրը եկել ասում է, որ կապ չունի, տղաս ով էլ որ լինի, նա պետք է սրով մահանա։ Եվ այդտեղ կանգնում են իր դեմ, իր զորքը, իր երկրի ժողովուրդը, ասում են քավլից, որ նա պետք է մահանա, որովհետև մեծ գործ արել, ու շատ ժամանակ գիտես քո փորձը, քո կյանքը, քո այդ քայլել այդ ամեն ինչը, քո իմաստությունը խառնվում է եւ ամեն բան փչացնում է։ Գիտես մեր կյանքի մեջ ամեն բան պիտի չլինի այդ ավտոմատ կերպով։ Ուղղակի աղոթքի կանգնեցի եւ գնացի։ Հին ուխտի մեջ մի պատմություն կա,
որ կուզեմ նույնպես այդ տեղը տեսնենք։ Եվ խոսում ասում որ հրյաները մեծ խնդրի մեջ էին։ Եվ ասում ամեն ժողովուրդ վախի մեջ էին եւ ասում փախած էին, թուլացած էին եւ ասում ժայռերի վրա, աշտարակների վրա, փոսերի մեջ ամենտեղ բախկված էին։ Բայց ասում բոլոր ժողովուրդը տեսնում են թե Սավուղն ինչ անելու եւ սպասում են Սավուղին։ Եվ 8-րդ խոսքից ասում է, եւ նա որ Սամուելը որոշված ժամանակ չափով 7 օր հետո որ պետքա գար, բայց Սամուելը ասում է չեկավ գաղաղա եւ ժողովուրդը նրա մոտից ծրում են եւ Սավուղը ասեց ողջակեսը բերեք խաղաղության զոհը եւ ինձ մոտ բերեք եւ ինքը մոտեցրեց ողջակեսը եւ այդ ողջակեսը ինքը մատուցեց։ Գիտես այդ մարգարեն որ կար Տիրոջ խոսքին պետքա նրանք սպասեին։ Եվ ասում է Տիրոջ խոսքին չսպասելով վերցրեց այդ ամեն բան արավ, այսինքն ինքը այդ ավտոմատ կերպով ամեն բան մատուցեց։ Եվ 10-րդ խոսքում ասում է երբ որ ողջակեսը մատուցեց, վերջացրեց այն ժամանակ Սամուելը եկավ եւ Սավուղին ասեց նրան, դիմավորեց եւ նրան ասեց. դու ինչ ես արել։ Եվ այստեղ երկար բարակ բաներ խոսելով ինքն իրան արդարացնելով Եվ Սամուելի խոսքը սա էր. դու հիմարություն արեցիր եւ չպայեցիր քո Տիրոջ խոսքը։ Գիտես շատ ժամանակ ես հասկանում եմ, որ իմ աղոթքը սա շատ նման է իմ աղոթքից, որ ես գիտես աղոթքս արելով եւ չսպասելով Տիրոջ խոսքին եւ որոշում կայացնելով, չգիտես այս ինչ բանը եւ մյուս բան անելու։ Ու այստեղ այդ խոսքը իմ համար շատ հետաքրքիր է եւ ասում եմ եւ Սավուղը ողջակես ասեց հենց արավ բրծավ միանգամից Սամուելը եկավ։ Երբեմն Տերը թույլ է տալիս, որ հասկանա դու իր խոսքը վերցնում ես, դու սպասում ես իր պատասխանին, թե դու ասում ես, դու գիտես, նրան ասում ես սամ դնեվալնի, սամ դիժուրնի, չէ։ Թող մեր կյանքի մեջ այդպես չլինի։ Իրոք սպասենք Տիրոջ խոսքին, իրոք կանչենք մեր Աստծուն, սպասենք իր խոսքին։ Իրոք ժամանակներ կան, որ մի քանի օրինակ կա, որ կուզեմ բերեմ, մենք ունենք տարիքով բարեկամներ, որ իրանց հետ երբեմն կապ պայելով, որ հասկանանք, թե ոնց են։ Խոսելով այս կնոջ հետ ես հասկանում եմ, որ այդ իր ամեն մի անգամ, որ իրան զանգում եմ, նույն բաները ինքը կրկնում է, լավ ենք, երեխաները լավ են, մենք առողջ ենք, ամեն ինչ լավ է, ու այսպես ամեն անգամ։ Ու չես հասկանում, իրոք նա լավ է, թե լավ չի։ Գիտես շատ ժամանակ մեր աղոթքներն են նմանվում սրան, ու դու չես հասկանում, իրոք նա լավ է, թե լավ չի։ Դու արդեն գիտես, թե ինքը ինչ է քեզ կրկնելու, ինչ է քեզ խոսալու։ Շատ ժամանակ գիտես կան այսպես գրքեր կան պուջուր, եւ այնտեղ աղոթքի գիրք կա, այնտեղ աղոթքի ես իմ քանի ձևեր կան, որ պետք է վերցնես եւ անգիր անես, եւ այն ամեն աղոթքը պետք է կարդաս տնից դուրս գալու համար, գործարք անելու համար։ Այսպես շատ բաներ, հիվանդանոց գնալու, դուրս գալու, չգիտես ինչ, այսպես շատ բաներ, լավ է որ աղոթք անես։ Բայց այս բառերը պետք է մենք անգիր չանենք, ու այդ ավտոմատ կերպով չպիտի լինի մեր աղոթքը։ Մեր աղոթքը պետք է շատ կենթանի եղնի։ Ամեն։ Ու մենք չպիտի լինենք կրոնավորի պես այդ խոսքերը վերցնենք եւ անգիր անենք։ Շատ ժամանակ գիտես, երբ որ կան մարդիկ, որ ասենք իրանց հետ աշխատելով, մեկը կա իր այդ խոսելով միշտ ինքը խոսում ես, ասում ես հասկացար, եղավ ինքը ասում է խարաշո։ Միշտ այդ խարաշո, ու զգում ես, որ ինքը քեզ չի լսում։ Որ մատ խոսք կա, ասում է խարոշվը նичего нету там։ Իրոք այդ վիճակն է։ Շատ ժամանակ քո երեխեքի հետ խոսալով զգում ես, որ ասում ես հասկացար, ասում է ահա, բայց ինքը չի հասկանում, քեզ չի լսում, ինքը ուրիշ տեղ է։ Իրոք ասենք նույնպես էլի բաներ կան, որ ասենք վերջում ասենք SMS-ներ ես գրում, դեռ օքեյ, չեն հասկանում, հետո որ պահանջում ես այդ ամեն ինչը, նրանք ասում են ես չգիտեմ, չեմ հիշում ինչ որ խոսել ենք, ավելի վատ քո համար։ Գիտես շատ ժամանակ մեր երեխաների հետ շփվելով, մեր կողքինների հետ շփվելով, խոսալով, ինչ ես անում, շատ ժամանակ ժեստերով ես խոսում, բարձրացնում ես քո ձենդ, որ ինքը քեզ հասկանա, լսի։
Չէ ձեռքով, ոտքով, չէ։ Ինչի համար մեկ երեխեքիդ հետ խոսալով ասենք ունքերով, չէ, որ ասենք իրոք պահանջում ես այդ ժեստերը որ կա։ Ինչի համար որ արտնասնես, որ հասկանաս։ Շատ ժամանակ խոսքը գրվում է, կարդում ենք եւ այնտեղ Տիրոջ խոսքի մեջ գրված ճշմարիտ ասում եմ, որ լավ լսենք, հասկանանք այդ տեղը, որ մենք արթուն վիճակ ունենանք, որ բացվի մեր միտքը։ Գիտես, երբեմն այսպես օրինակներ կան, տեսեք ինչ-որ նավերի վրա, նավերի հետ այսպես կան պորտերում կան մայակներ, փարոսներ, չգիտեմ որ մեկնա ձեզ, ինչ են անում, լույս են տալիս, որ հեռուց կորած նավերը կան հասնել իրաց տեղը։ Այսօր ավելի մեր մեջ մեծ մայակ կա, այսօր մայակ ասելը քիչ է, մի քիչ էլ սխալ է, Սուրբ Հոգի մեր ներսը միշտ խոսում է։ Եվ խոսքն ասում է, իմիներս լսում են իմ ձայնս։ Այսօր մենք իրանն ենք, իրանիներն ենք, լսում ենք իր ձայնը։ Գիտես, լսել կա, լսել էլ կա։ Դու կարաս լսես ու չընդունես։ Այսօր իրոք մեր աղոթքը պիտի հասկանանք ում է ուղված, ում հետ ենք խոսում, ինչ ենք անում։ Ճշմարիտ ասում եմ ձեզ։ Խոսքի մեջ շատ եք կարդացել, խոսքը ասում է, ով լսելու ականջ ունի։ Ով չունիս, բոլորս էլ ականջ ունենք, չէ՞։ Գիտես, կարող է դու ականջ ունենաս ու չլսես։ Իմիներս, իմ ձայնս լսում են։ Այսօր գիտես կարող է պրոստը ուղակի դու լսես, բայց քո դուրը չկա, քեզ պետք չի, քեզ հարմար չի։ Ես էլ եմ ասում, ես որ աղոթք եմ անում, երբ որ Տիրոջից բան եմ խնդրում, ես պատրաստ եմ, որ այդ պատասխանը լինի ոչ, իմ համար կապ չունի այո է, ոչը, ոչն էլ է պատասխան, էլ եմ ասում։ Որ այդպես է պետք։ Գիտես իմ կյանքից մեջ չկան ա եղել, որ ես լսելով Տիրոջ ոչը մի քանի անգամ փորձել եմ, ասեմ կարող է սխալ եմ հասկացել Տիրոջ կամքը, բայց գիտես չես կարա Տիրոջ խոսքը ծռես, Տերն ասել է ոչ, դա Տիրոջ կամքը չէ, պիտի սպասես, դա քոնը չի, դու ուրիշ բանի սպասի, այդ ելքը տարբերակը լավը չի, ես քեզ համար ուրիշ բան եմ պատրաստել։ Հարմարացնում ես, ուզում ես քուզածով, բայց Տերը արդեն իսկ ասել, ասում է Տերը մեկ անգամ ասավ, ես երկու անգամ լսեցի եւ մի քանի անգամ։ Գիտես Սուրբ Հոգին երներսից որ խոսում է, ծնողի պես միշտ խոսում է, միշտ քեզ հիշեցնում է, միշտ ասում է, ես կգամ ձեզ կսովորեցնեմ, կհանդիմանեմ, չէ՞ կմխիթարեմ։ Տերը խոսում է։ Եկեք մեր աղոթքին ուշադրություն դարձնենք։ Մեր ամենամեծ թանկը Սուրբ Հոգին է, որ Տեր Հիսուս Քրիստոս ասում է, ես կգնամ եւ ձեզ ողջ չեմ թողնի, ուշադիր լինենք մեր աղոթքներին, Աստված մեզ միշտ խոսում է մեր սրտի մեջ։ Փառք մեր Աստծուն։ Գիտես, ժամանակ կա, որ մեկ այդ բան եմ խոսում, ինքը չի հասկանում, ինձ ասում եմ, գիտես, երբ որ ես մի գործի տեղ ունեմ, որ երկար եմ գնում 2 ժամով, ասում եմ, այնքան լավ է, ես ինքս իմ հետ եմ լինում, ու այսպես ինձ նայում, ասում ես, ինչ է խոսում։ Ես հասկացա, որ իրանք չհասկացավ, մեր կյանքերում ժամանակներ կա, որ մենք միշտ ինչ-որ մարդիկ կան, ձայներ կան, հարցեր ենք լուծում, հեռախոսը չի կանգնում, կամ մենք ինքներս ժամանակը տալիս ենք ինչ-որ հարցեր լուծելու, ու մենք մեզ հետ չենք։ Բայց ինչ է խոսում խոսքը, ասում է, երբ որ մտնես քո ծածուկ սենյակը, չէ, անջատի, լրիվ զանգերը վերջացրա, գիտես այդ 2 ժամվա ճանապարհը ես որ գնում եմ, ես լռում եմ այդ ամեն ինչը եւ ես լինում եմ ինքս ինձ հետ եւ իմ Աստծո հետ։ Այդ ժամանակը շատ թանկ է։ Ես վերջերս զգալով, որ տան մեջ իմ կնոջս հետ հարցեր եմ միշտ լուծում եւ իր այդ ժամանակ չունեմ։ Դու կարող ես տան մեջ 4-5 ժամ մնաս ու կողակցիդ հետ։ Բայց իր այդ ժամանակ չունես քո անձնական հարաբերություն ունենալու։ Եվ վերջերս մեր տան մոտ մի հատ այսպես գետ կա, իջնում ենք ոտքով մի 300 մետր, իջնում ենք այնտեղ նստում ենք, բադերը, սագերը այսպես վայրի թրջում են, ժամանակ ես անցկացնում, դա ուրիշ է։
Իսկ որ դու տա մեջ հարցեր ես դու դա ուրիշ է։ Տիրոջ հետ տվեք այդ ժամանակը։ Վայելեք, գիտես, երբ որ դարձի եկե, երկար աղոթքի է կանգնում։ 1 ժամ, 2 ժամ։ Ինչպես խոսքի մեջ գրված ասում է, հիշիր քո առաջվա սերը։ Ինչ ա եղել, ինձ հետ ինչ ա եղել, ինչի համար։ Գիտես, երբ որ մենք գալիս ենք Տիրոջ տուն, պետք է ուրախությունով գանք։ Երբ որ աղոթքի ենք կանգնում, գիտես, մենք պիտի մեզ Աստված պաշտությամբ վարժեցնենք, որ հետ չվարժվենք։ Ուրախությունով գանք Տիրոջ առաջ, հասկանանք ու մենք խնդրում, Տիրոջը սերը վայելենք, Տիրոջ խոսքը լսենք։ Գիտես, շատ ժամանակ աղոթքի կանգնելով այդ խոսքերի շատությունը չի, մենք պիտի լսենք նույնպես Տիրոջ ձայնը։ Շատ նման է, գիտես, երբ որ վերցնում ես հեռախոսդ, քո ասելուն մի անգամից ասում եւ դնում ես։ Չէ, ինչ ես անում, մի անգամից չես խոսում, չէ, վերցնում ես առաջի բառով քուշին, ինչ ես ասում։ Հենց դու վերցրիր հեռախոսը։ Ինչ ես ասում, ով կասի։ Ալո, ինչի համար։ Այնտեղից քեզ ինչ են պատասխանում։ Նույն բանը, չէ, ալո, ու հետո նոր խոսակցությունը։ Գիտես ինչի համար է դա։ Որ պարզես արդյոք քեզ լսում են, չէ։ Շատ ժամանակ մենք չենք անում։ Մի անգամից մեր ասելիքը ասում ենք, չենք լսում, թե մեզ ինչ պատասխանեց Աստված։ Աստծո հետ մեզ հետ պետք է մեծ հարաբերություն, կապ, ոչ թե ուղղակի ինչպես խոսք ենք խոսում ու չգիտես ինչ հեռախոսը վայր դրեցինք։ Ոչ։ Աստված ուզում է որ խոսի մեզ հետ։ Փառքաստուն եւ խոսքն ասում է որ Եսայի մարգարեն ասում է այս ժողովուրդը ինձ շրթունքներով են պաշտում։ Խոսքով։ Եկեք չլինենք խոսքով պաշտողներ։ Հոգով, սրտով, զորությունով, մտքով, չէ։ Միտքդ եթե ազատ չի, դու չես կարող աղոթք անես։ Դրա համար է խոսքն ասում, երբ որ մտնես քո ծածուկ սենյակը, չէ, թող այդ ամեն ինչը։ Հոգով, սրտով, մտքով, փառք Աստծուն, փառք մեր Տիրոջը։ Մենք այսօր պետք է հաղորդություն ընդունենք, որ շատ կարևոր է։ Կուզեմ մի հարց տամ, եկեք կանգնենք ոտքի եւ մի աղոթք կանենք անպայման։ Եկեք այս աղոթքը անենք եւ հետո կունենանք հաղորդություն։ Տեր, գալիս ենք քո առաջ։ Թող փոխվի մեր աղոթքը, Տեր։ Թող հասկանանք, որ քո Սուրբ Հոգին մեր ներսը խոսում է, Տեր։ Լսենք քո ձայնը, ինչպես քո խոսքը ասում է։ Իմիներս կճանաչեն իմ ձայնս եւ կլսեն, Տեր, կուզենք լսենք եւ ճանաչենք քո ձայնը եւ սպասենք քո աղոթքի պատասխանին։ Թող փոխվի մեր աղոթքի կյանքը։ Թող զորանանք, Տեր։ Գանք քո հետևից, թող փոխվի ամեն բան, Տեր։ Շնորհակալ եմ, Տեր, որ ուղարկեցիր քո Սուրբ Հոգուն, որ խոսում է մեր սրտերի մեջ, գալիս ենք քեզ, լսում ենք քեզ, խոսում ես մեզ հետ, հանդիմանում ես, Տեր, մխիթարում ես մեզ, սովորեցնում ես, շնորհակալ ենք քո Սուրբ Հոգուդ համար։ Թող փոխվի մեր աղոթքը, Տեր, սպասենք քո խոսքիդ, որտեղ քո խոսքը թանկ է, որտեղ քո խոսքը կերակրող է, զորացնող է, առողջարար է, Տեր, եւ բժշկող է, Տեր, քո խոսքը։ Թող գա եւ մեր ներսը փոխի, Տեր։ Շնորհակալ ենք քեզնից եւ ողջ փառքը քեզ ենք տալիս, փառք քեզ, ամեն։